Պարոն քաղաքապետ, Մայրաքաղաքում 24/7 գրաֆիկով իրականացվել ընդհանուր թվով 11519 աղբամանների սպասարկում, ցերեկային, գիշերային, միաժամանակ թե ցերեկային, թե գիշերային հերթափոխներում, ինչպես նաև օրական 4 անգամ եւ ըստ անհրաժեշտության։ Բացի այդ, ամենօրյա գրաֆիկով իրականացրել ենք վարձակալական հիմունքներով տրամադրված 207 աղբամանների սպասարկում։ Մայրաքաղաքի փողոցների մաքրությունը 6-օրյա գրաֆիկով 2 հերթափոխով իրականացրել են 334 սահմանման աշխատակիցներ, որը կազմում է գրանցված աշխատակիցների 94%-ը։ Մնացած 6% աշխատակիցները գտնվում են ժամանակավորական աշխատունակության եւ արձակուրդի մեջ։ Փողոցների մաքրությունն իրականացվել է Բելարուս տեսակի 6, քաթ տեսակի 1 տրակտորներով, 7 ինքնաթափ մեքենաներով, ինչպես նաև կեռ փոշեկուլ մեքենաներով 500 կմ տարածքում, իսկ կամաց փոշեկուլ մեքենաներով 641 կմ տարածքում կատարվել են մաքրման աշխատանքներ։ Նշեմ, որ Վիոլա ջուր ընկերության կողմից Էրեբունի եւ Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող 41 դիտահորից դուրս բերված աղբը հեռացվել է համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից եւ տարածքը բերվել է պատշաճ տեսքի։ Միաժամանակ հայտնում եմ, որ ընթացիկ տարվա հունվար ամսից մինչեւ օրս տարբեր վարչական շրջաններում իրականացված աշխատանքների արդյունքում համայնքային հիմնարկի աշխատակիցների կողմից հեռացվել է 432 դիտահորից դուրս բերված աղբը։ Պարոն քաղաքապետ, տեղեկացնում եմ նաև, որ նախորդ շաբաթ քաղաքապետարանի մեր գործընկերների հետ եղել ենք Գերխեր ընկերության հրավերով եղել ենք Լատվիայի Հանրապետության Ելգավա քաղաքում ծանոթանալու քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 10 բազմաֆունկցիոնալ մեքենաների պատրաստման գործընթացին։ Նշեմ, որ ապրիլի վերջ ըստ հաղթող ընկերության այդ տեխնիկաները կլինեն Հայաստանում եւ արդեն կնպաստեն Մայրաքաղաքի սահմանման որակի բարձրացմանը։ Շնորհակալ եմ, պարոն Կաթվալյան, սիրելի երևանցիներ, 2026 թվականին Երևանի քաղաքապետարանը պլանավորում է գնել մոտ 69 տեխնիկա սահմանման եւ աղբանության ծառայությունները բարելավելու համար։